Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր իմ հյուրն է շատ հետաքրքիր մի փորձագետ, ռազմավարական հաղորդակցությունների փորձագետ Հրաչուհի Միրզոյան։ Ողջույն Հրաչուհի ջան, շնորհակալ եմ, որ հյուր ես եկել։ Մի հատ սկզբի համար բացատրի էլի, ինչ է շարքում ռազմավարական հաղորդակցության մասնագետ, փորձագետ, ինչի մասին է։ Առհասարակ եթե խոսում ենք հաղորդակցության մասին, չէ, բոլորովին, առավել եւս շատ հաճախ դա նաեւ շփոթում են հոսանքի, ջրի եւ այլ կոմունիկացիաների մասին, որոնք որպես այդպեսին կոմունիկացիա գաղափարի տակ են ընկնում։ Հաղորդակցություն ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք, եթե շատ բարձրացված ասեմ, շփումը Բայց շփման ավելի պրոֆեսիոնալ տարբերակ, այսինքն անձը անձի հետ շփումը եւս հաղորդակցություն է, ինչպես նաեւ բիզնեսը, քաղաքական գործիչը, պետությունը իր հասարակության հետ, այս ամենը հաղորդակցության մեջ է։ Ռազմավարական հաղորդակցությունը ավելի շատ այդ հաղորդակցության կառուցվածքը ստեղծելու եւ այն կառավարելու մասին է։ Հիմա եթե ավելի պարզ բացատրեմ, մենք կարող ենք, օրինակ, եթե քաղաքական ակտիվ թեմաների վերաբերյալ խոսենք, եթե մենք գնում ենք որևէ տեղ, որևէ մարզ, ասում ենք, որ եկել ենք ձեզ հետ քարոզարշավ անցկացնելու կամ հանդիպելու, եթե սա պլանավորված չէ, եթե այստեղ հստակ որոշված չեն, ում հետ ինչ ենք խոսելու եւ որքան ենք խոսելու, այս հաղորդակցության ձևը կունենա զրոյական կամ զրոյականին մոտ արդյունք։ Ռազմավարական, եթե մենք ենթադրում ենք քարոզարշավի ֆորմատի մեջ, չէ, ընտրություններից առաջ նախորոք հայտարարվում է, որ քարոզարշավը մեկնարկել է, տարբեր քաղաքական ուժեր իրենց մասնակցությամբ այդ քարոզարշավին, սկզբում հայտ են ներկայացնում, հետո արդեն հենց մասնակցություն ունենում, իրանք գնում են քարոզարշավի, այսինքն դի նախորոք կազմակերպել Ուր են գնում, որ մարզ են գնում, ինչ լսարանա լինելու, ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը, միգուցե ինչ հարցեր են տալու։ Այո, անպայման ու եթե ավելի պարզ ասեմ, էլի, կա այդպիսի շատ հայտնի ասացվածք, որը հաճախ բիզնեսում են օգտագործում, ասում են մենք չունենք այն ճոխությունը, որպեսզի չպլանավորենք մեր անելիքները։ Այսինքն, այն մարդը, որը չի պլանավորում է չհաջողել։ Անգլերեն ավելի իհարկե հետաքրքիր է հնչում who fails to plan plans to fail։ Այս տեսանկյունից շատ կարևոր է բնականաբար հաղորդակցությունների տեսանկյունից հասկանալ։ Ինչի է այդպես։ Շատ տեսության մեջ չխորանալու համար ուղղակի ասեմ, որ մեր բովանդակությունը, այսինքն այն ինչ ենք մենք ասում, մեր հիմնական ուղերձը, մեր թիրախային լսարանին հասնում է 6 աստիճանների արդյունքում։ Եվ այս 6 աստիճաններում առաջին կետը, որը տեղեկացվածությունն է, պարզապես իմանալը, որ ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան կա։ Մինչև որոշում կայացնելու գործողությունների գնալ, դրանց արանքում տարբեր էտապներ կան։ Ու յուրաքանչյուր էտապում գտնվող անձը ինքը կարիք ունի սպეციფიկ տեսակի ասելիքի։ Մարդը, որ դեռ նոր ծանոթանում է պայմանական որևէ բրենդի հետ, եթե բրենդի մասին խոսենք, ինքը բոլորովին այլ իր հետ շփման կարիք ու անհրաժեշտություն ունի, քան մարդ, որ արդեն համարյա թե պատրաստ է գնումը կատարել։ Քաղաքականության տեսանկյունից այս գործընթացը շատ ավելի բարդ բազմակողմանի է, բայց միևնույն է նույն 6 էտապներով են կազմում։ Նույն մեթոդներով են, այսինքն հասնում այդ ընտրությունը ու, չգիտեմ, ապրանքի գնումը նույն բան։ Առհասարակ մեր կյանքի բոլոր որոշումները մենք կայացնում ենք միևնույն 6 աստիճան մեխանիզմով։ Սկսած ամենահասարակ շրթներքի գույնից այդ առավոտյան, վերջացրած ամենաբարդ ընտրություն, ասենք ամուսին ընտրելը։ Իսկ թվում ամենահեշտ ամուսին ընտրելն էր հիմա ընտրություններին։ Չէ, մի հատ հետ կանք։ Հիմա քանի որ մենք ասենց ակտիվ քողարկված քարոզարշավի մեջ ենք քաղաքական, մեր լրատվամիջոցն էլ քաղաքական իրադարձությունների ամենալայն առումով է լուսաբանում։ Ինձ հետաքրքիր է այդ քաղաքական ենթատեքստով քարոզարշավ կլինի, թե հաղորդակցություն կլինի, թե կազմակերպչական աշխատանքներ կլինի։ Ասենք նոր ձևավորվող ուժին կամ արդեն հին ուժին, ով ինչ որ հեղինակություն կամ բացասական կամ ունի, ինչով կարող է օգնել ձեր նման փորձագետը։ Ձեր ֆունկցիան քաղաքականության մեջ ո՞րն է այս պահին։ Առհասարակ էդ էլ շատ կարևոր հանգամանք է, որ բոլոր հաջողությունների եւ անհաջողությունների հետևում անպայմանորեն կա հաղորդակցություն։ Այսինքն, եթե լավ է եղել հաղորդակցությունը, մենք ունենում ենք հաջողություն։ Եթե հաղորդակցություն լավ չի եղել կամ առհասարակ չի եղել կամ իրականացվել է տնական մեթոդներով, այսպես ասած, մենք ունենում ենք անհաջողություն։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել նաև մեր քաղաքական դաշտից եւ ոչ միայն բիզնես ոլորտում եւս մենք կարող ենք տեսնել ինստագրամյան արշավներ, որոնք ոչինչի չեն հասել կամ մարդիկ ընդամենը տեղեկացված են եղել, այդ տեղեկացվածության մակարդակի առաջին մասում են մնացել։ Այսինքն այստեղ ոչ միայն իմ, այլ նաև իմ գոլեգաների առանցքային դերը հաղորդակցությունների մեջ հատկապես քաղաքական նախ վարքագիծ փոփոխելն է,
որովհետև մենք խնդիր ունենք այս պահի դրությամբ հասարակությանը տանելու մինչև ընտրատեղամաս, անկախ նրանից իրենք ում կընտրեն։ Սա բոլորովին առանձին մարդկանց բացատրելու, ասելու, ասելիքը տեղ հասցնելու, այնպես եփելու, այսպես ասած, որ իրենց սեփական կամքով, պայմանական ասած, որոշում կայացնեն, որ գնում են ընտրություններ կատարելու։ Այդ սեփական կամք ասվածը խիստ պայմանական հասկացություն է, որովհետև ուզում եմ ասել, որտեղ շատ մեծ դեր ունի մեդիան եւ անպայման մեդիայի մասին կխոսեմ, մենք մարդկանց ուղակի դրդում ենք, որպեսզի իրենք կատարեն այն որոշումը, կայացնեն այնպիսի որոշում, որը նպատակահարմար է մեզ։ Հիմա կասեք հաղորդակցություն, մանիպուլյացիա, սև բոբոներ, վատ ջաջաներ եւ այլն, տպավորություն է ստեղծվում, որ իրականությունն այն է, որ հաղորդակցության առանցքային նպատակը թիրախային լսարին հասցնել են ասելիքը, որին ինքը այդ պահին սպասում է։ Այդտեղ ես ոչ թե մանիպուլացնում եմ, այսինքն պատվերը կա, ընդհանրապես այդ կապը հաստատելն է ձեր խնդիրը։ Եվ այնպիսի կապ հաստատել, որը մարդուն կտանի կոնկրետ այդ որոշումների կայացման этаպներից հաջորդին։ Սա եւս շատ կարեւոր է, այսինքն պարզապես տեղեկացնելը բավարար չէ եւ ոչ մի անգամ բավարար չէ։ Արի օրինակների վրա է, ինչ շատ հետաքրքիր է։ Հիմա մենք բոլորս գիտենք, որ ընտրությունների մասնակցությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Այդ ընդհանուր դա կարող ենք անվանել հիասթափություն, գործակից, թե ցանկալի տեխնացու ցանկերում չտեսնելու հանգամանքով պայմանավորված։ Մենք ինչպես կարող ենք հիմա հաջորդ ընտրություններում հասարակ ընտրողին խթանենք, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Անկամ ինչ որ մեկի օգտին չէ, ուղղակի ընտրություն կատարի, գնա ընտրատեղամաս։ Ես ուզում եմ ասել, որ այդ ես պատրաստ չեմ, համապատասխան տեխնացուն չկա, սրանք բոլորը ընդհանրապես պատրվակներ են ընտրության չգնալու։ Այո։ Եթե մի քիչ հոգեբանությունից խոսենք, գոյություն ունի հոգեբանական անառողջություն հասկացությունը, որին լիարժեք համապատասխանում է մեր հասարակությունը։ Այսինքն այստեղ գեր ուրախ լինելուց ապատիկ իրավիճակ, այսինքն միևնույն էմոցիոնալ իրավիճակի երկու տարբեր ծայրահեղ դրսևորումներ միևնույն անձի անհատի պարագայում լինում է, եւ մեր հասարակությունը շատ տիպիկ համապատասխանում է հոգեբանական անառողջության этаպին։ Եթե հաղորդակցության մասնագետը գիտի, որ իր դիմաց հոգեբանական անառողջություն ունեցող անհատը կամ հասարակություն, ընդ որում ասեմ, որ սա համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից գրանցված հիվանդությունների ցանկում կա, եւ սա հոգեբանական հիվանդություն է կամ հոգեկան հիվանդություն չի բոլորովին։ Հենց այդպես էլ կոչվում է հոգեբանական անառողջություն։ Եթե ես գիտեմ, որ իմ դիմաց հոգեբանական անառողջություն ունեցող հասարակություն է, ես նրա պահանջմունքներին համապատասխան կառուցում եմ համապատասխան ուղերձներ, որոշակի ինտենսիվություն եմ որոշում, գործիքակազմ եմ որոշում, ներառյալ օրինակ լրատվամիջոցներին, եւ ըստ դրա գնում եմ առաջ։ Ինչ կարող ենք անել մենք։ Ուզում եմ ասել եւ եւս մեկ անգամ շեշտել, որ լրատվամիջոցների դերը այստեղ անգնահատելի է։ Եկենք իմ հետաքրքիր ամենահետաքրքիր հատվածին։ Ես հիմա ինչ տվյալներ կասեմ, բոլորը վերցրել եմ Media Monitoring.am-ից եւ կպատմեմ դա ինչ գործիք է եւ ինչպես կարող է օգտակար լինել նաեւ բոլորին, որ միջավայրում փորձում են նաեւ որակյալ հաղորդակցություններ կազմակերպել, բայց սկսեմ մի փոքր ավելի հետ գնամ Միքայել հետ ու պատմեմ։ Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում օրական 1.700.000 ինտերնետ օգտագործող կա։ 1.700.000-ը մեր հասարակությունն է։ Եվ այստեղ բացի այն, որ կեսից ավելին է, իրենք հաղորդակցության գործիքների մեջ շատ մեծ տարբերություն կա, այն որ ես ուզում եմ ինքնուրույն օգտագործել եւ ինձ ստիպում են, որ ես օգտագործեմ, շատ տարբեր հասկացություններ են։ Մարդիկ ուզում են լինեն ինտերնետում։ Եկեք այդտեղ այդ 700.000-ին հանենք ու համարենք պայմանական թվաբանությամբ, որ 1 միլիոն ակտիվ ինտերնետից օգտվող կա այսօր Հայաստանում։ Ինչ են անում 1 միլիոն ակտիվ ինտերնետից օգտվող սոցիալական ցանցեր եւ անպայմանորեն լրատվամիջոցներ։ Նույն սոցիալական ցանցերում լրատվամիջոցների սպառողներն են եւ իրենք անպայման որևէ ձևաչափով որևէ լրատվամիջոցի հետ առնչվում են օրվա ընթացքում, գոնե 1-2 անգամ։ Սա թույլ է տալիս ավելի տենց հստակ պատկերացնել մեդիայի դերը։ Ուղղակի մեր հասարակությունում ընդունված է համարել, որ հասարակ մարդը, հա, այդ ընտրողը շարքային, ինքը հետաքրքրված չի լրատվամիջոցների տված պրոդուկտով, ինքը ավելի շատ, չգիտեմ, ստատուսների մակարդակով, չգիտեմ, լայվերի մակարդակով կամ ինչ որ շատ ցածր որակի կայքերի մակարդակով լրատվություն է սպառում։ Ինչքանով է հարգանք ունեցող լրատվամիջոցների դերը այդ մարդու կյանքում։ Իրանք կան առհասարակ, թե չկան։ Մենք խոսում ենք երկու բոլորովին տարբեր բովանդակությունների մասին,
մասին, որոնք երկուսն էլ շատ մեծ նշանակություն ունեն հաղորդակցության տեսանկյունից։ Բայց եկեք էլի այստեղ լրատվամիջոցի դերը գծելու կարևորելու համար մի բան ասեմ։ Ինչու է այնպես ստացվում, որ բոլոր գունավոր հեղափոխություններին կամ բոլոր քաղաքական գործընթացներին նախորդող ժամանակահատվածում անպայման նոր լրատվամիջոցներ են ի հայտ գալիս։ Նշանակման լրատվամիջոցը իր ասելիքը ունի։ Նույն լրատվամիջոցը ինքը անպայման տարածում է բովանդակությունը սոցիալական մեդիայում եւ այս կամ այն տարբերակով ինքը միևնույնն է հասնում են մարդկանց, որոնք ուզում են ստանալ ինֆորմացիա։ Ինֆորմացիա ստանալու, ես ասում եմ, մեդիա մոնիտորինգի տվյալները դա ցույց են տալիս։ Մարդիկ կարդում են լրատվամիջոցներ։ Մարդիկ ուզում են լրատվամիջոցներից։ Ինչ տոկոսային հարաբերակցության մասն դա շատ դժվար չափելի է, ասենք ինտերնետ մտնող մարդկանց որ տոկոսն է կարդում լրատվամիջոց։ Եթե մենք դիտարկենք գոնե հայտնի լրատվականների օրական տրաֆիկը, այսինքն որքան ինտերնետի մարդիկ են մտնում կոնկրետ կայք, 1 միլիոն թիվը պատահական չասացի։ Լուրջ։ Այո։ Այսինքն 1 միլիոն այցելություններ ունեն հենց լրատվամիջոցները։ Համընդհանուր կումուլատիվ, այսպես ասած, ասենք, չգիտեմ, News-ը 168-ը հրապարակը ու Civic-ը իրար հետ ունեն 1 միլիոն։ Այո, մենք ունենք այդքան հաճախորդներ, այցելուներ, տրաֆիկի տեսանկյունից, լրատվամիջոցներ, նույնիսկ գուցե երբեմն մի քիչ ավելի շատ։ Իսկ ձեր գործիքակազմը հնարավորություն տալիս է նայել, որ լրատվամիջոցներն են ավելի շատ դիտումներ ունենում, որ նյութերն են ավելի շատ դիտումներ ունենում։ Դրանք կողմնակի գործիքների միջոցով է հնարավոր, բայց օրինակ մեդիա մոնիտորինգը մեզ բոլորովին այլ բովանդակություն ու այլ հետաքրքիր տեղեկատվություն է տալիս։ 1 միլիոնը արդեն հետաքրքիր է, էլի։ Օրինակ, մենք տեսնում ենք, թե պայմանական քաղաքական գործիչներից կամ ակտիվ քաղաքականությամբ զբաղվողների մեջ որ գործիչներին են հատկապես հաճախ անդրադառնում լրատվամիջոցները։ Այսինքն վարկանիշ ունեք փաստացի։ Քաղաքական գործիչների վարկանիշ ունեք։ Մենք այս պահի դրությամբ աշխատում ենք շատ ավելի մասնագիտացված մեդիա վարկանիշի ինդեքսի վրա, որը կլինի բանաձևով թվաբանական հաշվարկով դուրս բերված ինդեքս եւ որը ցույց կտա, թե կոնկրետ քաղաքական գործիչը կազմակերպություն նույնիսկ անձի մակարդակով եւ հաստատության մակարդակով կարող ենք իմանալ նրանց մեդիա վարկանիշի ինդեքսը, որքան է։ Ու սա շատ էական գործիք կլինի, եթե մենք մանավանդ դա համադրենք սոցիոլոգիական հետազոտությունների եւ վարկանիշի գնահատման դասական մոդելների ու մեխանիզմների հետ։ Այս պահի դրությամբ ինչ որ ես տեսնում եմ, իշխանություններին վերաբերող բոլոր հրապարակումները ծավալային առումով դասով բարձր են։ Այսինքն, եթե պայմանական իշխանությունը ստանում է 300 հրապարակում օրվա կտրվածքով, մյուս բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչները միասին վերցրած կարող են դրա մոտավորապես 20%-ին հասնել։ Իհարկե, տարբեր օրեր տարբեր հետաքրքրություն է լինում, բայց իշխանության ներկայացուցիչներն այսօր շատ ավելի առաջ են։ Ինչու է սա կարևոր։ Դա բացատրելի, բայց ցուցանիշ է։ Այո, այդ իշխանությունն է ձևավորում երկրի քաղաքականությունը, այդ իշխանությունն է պատասխանատու անվտանգության համար, այդ իշխանությունն է ոնց որ նաև օրակարգ թելադրում այդ իմաստով հասկանալի է, բայց դա ինչքանով է համադրվում վարկանիշի հետ։ Այսինքն, եթե փաստացի իշխանության մասին 300 նյութ են գրել օրվա ընթացքում, դա նշանակում է, որ այդքան բարձր անդրազանգված ունի, վարկանիշը այդքան։ Տեսեք, ինչն է շատ հետաքրքիր։ Մենք հաճախ ենք, չէ՞, մեր հասարակությունում լսում Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը ինձ այսպիսի բան ասաց։ Այսպիսի բան ասած։ Սա փոքր երկրի առանձնահատկություն չի, շատ հստակ հաղորդակցության ոլորտում կա 3 աղբյուրի կանոնը։ Հապա։ Այսինքն, եթե ես Զարայից Ավետիսից եւ Տիկին Օհանյանից ու իրենք իրար հետ կապ չունեն պայմանական լսում եմ միևնույն բանը, ինձ համար դա արդեն դիտարկվում է որպես բացարձակ լրատվամիջոց ենք պահում։ Եթե մենք ինֆորմացիա ունենք, 3 աղբյուրով պետք է ճշտենք, բայց իրար հետ կապ չունեցող 3 աղբյուրով, ու դա համարում ենք ճշտված ինֆորմացիա, 3 տարբեր տեղից ասեցին։ Հենց այդ տեղից էլ ժուրնալիստիկայի այդ մոդելն էլ կիրառվում է նաեւ հաղորդակցությունների մեջ, բայց պատկերացնենք սա դիտարկենք մեր հասարակության վրա։ Հրաչուհին լսում է Զարայից, Ավետիսից եւ Տիկին Օհանյանից միևնույն տեղեկատվությունը։ Ու իրենք իրար հետ կապ չունեն։ Իր համար սա արդեն դիտարկվում է որպես 100%-անոց ճշմարիտ ինֆորմացիա, որը ապացուցման կարիք չունի։ Ու այն հիմա գալիս եմ բերում եմ մեր լրատվամիջոցների հրապարակումներին։ Անկախ նրանից հրապարակումը եղել է դրական, բացասական, թե նեյտրալ, եթե ես 3 ինձ համար առաջին հայացքից անկախ իրար հետ կապ չունեցող աղբյուրներից այս տեղեկատվությունը լսում եմ, իմ ուղեղում դա դիտարկվում է որպես արդեն 100%-անոց ճշմարտություն, որը ապացուցման եւ հաստատման կարիք չունի։ Լավ, անգամ եթե այդ ինֆորմացիան այդպես բացարձակ անհեթեթ է,
օրինակ չգիտեմ, իշխանության ներկայացուցիչը X-ը ասում է թոշակները դարձնել ենք 1 միլիոն դրամ։ Այո, նույնիսկ այդ պարագայում, որովհետև 3 տարբեր աղբյուր լինի, արդեն բավարարավոր թոշակառուն տանը նստի, ասի ես հեսա 1 միլիոն դրաման թոշակ եմ ստանալու։ Մենք իհարկե չխոսենք մեդիագրագիտության մասին, որովհետև դա բոլորովին այլ ոլորտ է, բայց դրա հետ մեկտեղ, այո, մարդը արդեն դիտարկում է դա որպես 100%-անոց ճշմարտություն, մանավանդ որ մեր ուղեղը հատկանիշ ունի կիսատ տեղեկատվությունը կառուցելու, հավելելու ըստ իր ցանկությունների եւ պատկերացումների։ Լավին էլ շուտ ենք հավատում, չէ՞։ Այո, եւ լավին շուտ ենք հավատում, վախից էլ ավելի արագ ենք պաշտպանվում, այսինքն մեր վախերով մեզ կառավարելը ամենահեշտ տարբերակն է, որովհետեւ դա այն տարբերակն է, որ մենք պարզապես չենք շարժվի։ Ունենանք վախ եւ չենք շարժվի։ Հիմա այս ամեն ինչը իմանալով, ունենալով մեդիա մոնիտորինգ EM-ի բոլոր տվյալները, ինչ կարող եմ ես ասել։ Շատ հրապարակումը դեռ բոլորովին չի նշանակում լավ վարկանիշ։ Շատ հրապարակումը, ինչի է այդ 3 մարդու մասին ասում, որովհետև այստեղ մենք կարող ենք տեսնել, արդյոք այդ մարդը կլսի 3 իրար հետ կապ չունեցող աղբյուրներից միևնույն տեղեկատվությունը, միևնույն երանգավորմամբ կամ սենտիմենտով, ինչպես մենք ասում ենք։ 300 հոդված, որ տպվում է օրվա ընթացքում իշխանության մասին, դրանք բոլորը չի որ լավ բովանդակություն դրական են։ Նայած օր, նայած իհարկե ինչպիսի տեղեկատվական ֆոն ա եղել այդ օրվա ընթացքում, մենք մոտավորապես մինչև 80% բացասական հրապարակումներ ենք ունենում։ Բայց այստեղ գալիս ենք այլ կետի։ Բացասական հրապարակումը, բացասական հիշատակումը եւս հիշատակում է։ Հիմա այստեղ աշխատում է այդ սկզբունքը, որ safe PR-ը եւս PR-ը, այլ մոտեցումը։ Մարդկանց մոտ տպավորվում է, որ վատ բան գնաց ու իրանք վատի վրա են կենտրոնանում։ Հիմա գալիս ենք արդեն ռազմավարական հաղորդակցություններին։ Եթե ես ուղղակի գիտեմ, որ տեղեկատվական ֆոնս ավելի շատ բացասական երանգավորմամբ է, ես որպես լրատվամիջոց կամ էլ դիտարկում եմ, որ ես անընդհատ պիտի վատը ասեմ, որ տեղեկատվական աղմուկը վատ բովանդակությամբ լցվի։ Բայց դրան զուգահեռ այլ գործողություններ չեմ ենթադրում, ուղղակի բացասական ֆոն է լինում, որը իմ թիրախային լսարանին չի ստիպում վատի դեմ բողոքել։ Այսինքն միայն հրապարակումը բավարար չի։ Լրատվամիջոցը, բայց այս դեպքը չի էլի, որ լրատվամիջոցը կարա ինչ-որ կերպ խթանի հետագա գործընթացները, ում պարտականությունն է, ում ոլորտն է արդեն հետագա գործընթաց։ Ռազմավարական հաղորդակցությունների։ Այսինքն մենք այստեղ նույն մեդիա մոնիտորինգ EM-ը մեզ համար գործիք է, որ մենք հասկանանք դաշտում ինչ է կատարվում։ Պայմանական մի քանի ուղղակի կետեր ասեմ, որոնք շատ հիմնավորում են իմ բոլոր ասածները։ Մեդիա մոնիտորինգը առաջին հարթակն է երևի հայկական հայալեզու դաշտում, որը պահպանում է ամբողջ հայկական մեդիա արխիվը։ Ես այլ մեդիա արխիվ համենայն դեպս չեմ տեսել, որը մենք արդեն 2000 թվականի հրապարակումներ ունենք մեր դատաբազայում, 1 միլիոնից ավելի հրապարակում, որը ներառում է նաև Սփյուռքը։ Օրինակ, մենք ունենք քաղաքական գործիչ, անուններ հիմա չտամ, որի նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, նաև այդպիսի անձնական շփումների, անձնական հաղորդակցության մակարդակում։ Այս մարդու նկատմամբ նույնիսկ պրոիշխանական լրատվամիջոցները բացասական հրապարակումներ չեն գրում։ Պայմանական, բայց ինքը ընդդիմադիր գործիչ է։ Պայմանական այս մարդու նկատմամբ վաղվանից սկսում է որոշակի նեգատիվ հրապարակումների քանակ։ Ես նայում եմ իմ մեդիա արխիվում ու տեսնում եմ, որ մեդիայով մինչև այս պահը 2000 թվականից կարող եմ նայել։ Մինչև այս պահը որևէ նման հրապարակում չի եղել։ Հետո նայում եմ, տեսնում եմ, որ լրատվականները սկսեցին գրել, ինչ ուղերձներով գրեցին, ու ուր են դեպի տանելու, այսինքն մեդիա մոնիտորինգ EM-ը պատվիրատունով է եւ ամենակարևորը մեդիա մոնիտորինգ EM-ը հիմք ընդունելով, որ մենք ունենք նաեւ այսպես որոշակի հետագից ապահովելու հնարավորություն մեդիա արխիվով, ինձ թույլ է տալիս կանխատեսել հետագա գործողությունները։ Բայց ես դա կարողանում եմ անել, որովհետեւ մեդիա մոնիտորինգ EM-ի տեղեկատվությունը ոչ թե դիտարկում եմ որպես ուղղակի ստացա այդ տեղեկատվությունը, այլ որը պետքա վերամշակել եւ զարգացնել հետո։ Այսինքն ցանկացած պարագայում, ցանկացած փոփոխություն, ցանկացած անդրադարձ, որ լրատվամիջոցի իրականացումը, ես անմիջապես տեսնում եմ դրա հիման վրա կարողանում եմ որոշումներ կայացնել։ Եվ այստեղ էլի մի կարևոր հանգամանք կա, ոնց եմ որոշում, որ 80% բացասական հրապարակումներ են։ Այստեղ մեզ շատ օգնության է հասնում արհեստական բանականությունը, որը բնականաբար որոշակի ուսուցման արդյունքում 3 արհեստական բանականության գործիք մեկը մյուսին ստուգելով կարողանում են հաշվարկել ըստ հրապարակման մեջ բացասական բառերի կիրառության քանակի, ինչպիսի
սենտիմենտ կա կամ ինչպիսի տոնայնություն ունի հրապարակում։ Այսինքն ես ոչ թե սուբյեկտիվ իմ կարծիքով, իմ պատկերացմամբ սահմանում եմ դրական էր, բացասական էր, թե նեյտրալ էր հրապարակումը, այլ արհեստական բանականությունը ընդհանուր հոդվածի բառերի քանակով եւ հստակ ֆորմուլայով կարողանում է հաշվարկել։ Մի հատ կարևոր բայցով հայերենով մեր լեզվի առանձնահատկությունը եւ ճոխությունը այն է, որ լիարժեք բոլոր դրական բառերով կարելի է այնպիսի բացասական հոդված գրել, հեգնանքով սարկազմով, որը արհեստական բանականությունը որքան էլ ուսուցանվի չի կարողանա հասկանալ։ Հիմա ասածս ինչն է։ Գործիքը մեդիա մոնիտորինգը, որը թույլ է տալիս ինձ եւ իմ նման մասնագետներին ասել, տեսնել, վերլուծել ու հասկանալ իմ հետագա քայլերը որոնք են եւ առհասարակ մեդիայի հետաքրքրություն մեդիան որպես օրակարգ թելադրող եւ տեղեկատվական աղմուկ լցնող ինչ բովանդակությամբ է լցված լինելու մի օր հետո, մեկ շաբաթ հետո, մի ամիս հետո եւ կանխատեսել է հնարավոր։ Ես կարողանում եմ կանխատեսել, որովհետեւ 2000 թվականից մինչեւ 2025 թվական փաստացի ես 25 տարվա մեդիա արխիվ ունեմ։ Ես կարող եմ ասել, այո, պայմանական քաղաքական գործիչը, որը նոր է հայտնվել, հա, որը փորձում է ուժ ձևավորի կամ փորձում է նոր կուսակցություն ստեղծի, այդ մարդը ոչ միայն կարող եք ուսումնասիրել, թե ինչքան իր մասին հրապարակում է այս պահի դրությամբ, այլ նաև կարող եք ենթադրել, թե ինչքան կլինի մի ամիս հետո, ոչ թե ինչքան կլինի, այլ ինչպիսի մեսիջ կլինի։ Հա, այսինքն ինչքանով դա կլինի բացասական, ինչքանով դրական, նաև հաշվի առնելով իրեն հակառակորդ, ասենք, ուժերի լրատվամիջոցները եւ այլն, որտեղ իշխանության սիրած բանն է, չէ, թեզն է, չէ, որ բոլոր մեդիաները ընդդիմադիրներինն են, դրա համար բոլորը ընդդիմադիր են, դրա համար 80% հրապարակումները, ասեմ ձեզ, բացասական երկու։ Չէ, այսօր ուղղակի բացասական է, այս այլ է հետաքրքիր ու դա եւս տեսանելի է մեդիա մոնիտորինգի միջոցով։ Բացասականը, որովհետեւ դա ավելի տրենդային է։ Այսինքն ավելի շատ են կարդում։ Չէ, ավելի, այո, նեգատիվը ավելի շատ են կարդում, այսինքն սա տեսեք, բայց ես այդ տեղեկատվությունը չեմ ստանում մոնիտորինգից։ Ես հիմք ընդունելով ինչ ծավալ է մեծացել բացասական հրապարակումների, կարողանում եմ նման եզրակացությունների գալ։ Այսօր շատ ավելի տրենդային է բացասական տեղեկատվությունը, հատկապես քաղաքական գործընթացների վերաբերյալ, քան դրականը։ Եվ բնականաբար լրատվամիջոցը որքան գնա ավելի հակված է լինելու գոնե նեգատիվի տոնայնությամբ կամ կիսանեգատիվի տոնայնությամբ, գուցե ուղիղ հայհոյելով, գուցե ուղիղ այսպես ասած բացասական բաներ փոխանցելով, ամեն դեպքում որոշակի նեգատիվի երանգներ երևում են նյութի մեջ։ Իսկ կարող է նեգատիվի պայմանավորված նրանով, ոչ ձեր ասելով այդ ազգի մեջ այդ ընկճվածության, վախի, անվտանգության բացակայության մթնոլորտը շատ բարձր է, մարդիկ փորձում են այդ ինֆորմացիան ստանան, ինչքանով անվտանգ այսօր, վաղը, մյուս օրը։ Ես մի քիչ այդպես այդ ուղղությամբ չէի նայի, բայց ուզում եմ ասել, որ անկախ ամենից մեդիան միևնույն է մեր հասարակության հայելին է։ Եվ հայելի ասելով եւ որովհետեւ արտացոլում է հասարակությունը, հայելի ասելով, որովհետեւ նաեւ հասարակությունը իրեն տեսնում է մեդիայի մեջ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ եթե 80% ասենք, չգիտեմ, հրապարակումները իշխանությանն է վերաբերվում, դա նշանակում է, որ հասարակությունը որպես այդպեսին հայտ չի տալիս այլ քաղաքական ուժերի մասին հրապարակումների։ Դա միանշանակ պնդման բան չի, թեզ չի, բայց կարելի է շատ հստակ պնդել, որ բացասական բովանդակության մեծամասնությունը լրատվամիջոցներում պայմանավորված է նրանով, որ նաև հասարակությունը փնտրում է բացասական տեղեկատվություն հաստատելու իր ներքին դժգոհությունը։ Այդ դեպքում, եթե դուք ինչ-որ պայմանական ուժի ներկայացուցիչ եք, ուզում եք այդ կոմունիկացիան ճիշտ կառուցեք, ինչ նյութերի սկզբունքով պիտի լինի, ասենք X քաղաքական գործի համար ինչ պլան կգծեիք, եթե կարդում են մենակ վատ բաները, նես չի էլի, դու ինքդ քո մասին վատ բան չես գրի, էլի։ Բայց այստեղ արդեն մենք խոսում ենք ճիշտ հաղորդակցության մասին, որովհետև ես չեմ կիսում այն տեսակետը, որ բացասական PR-ը միևնույն PR-ը, որովհետև մենք խոսում ենք համբավի ձևավորման մասին։ Այստեղ արդեն իսկ առաջին բանը վերանում է, որ դու բացասական պիտի կարողանաս անել։ Շատ հաճախ կիրառվող տեխնիկա հակառակորդ հաղորդակցության թիմերի եւ քաղաքական թիմերի տեսանկյունից, որ դիմացինին գցում են, որպեսզի կարողանան իրենց բարձրացնել ծայրահեղ ոչ կոռեկտ եւ ծայրահեղ ոչ արդյունավետ մեխանիզմ է դա։ Արդյունավետ էլ չի։ Ոչ, որովհետեւ այդ շատ նման է գնային մարտերին բիզնեսում։ Երբ որ դու անընդհատ գինը իջեցնելու միջև ուր ես իջեցնելու։ Միջով քո ինքնարժեքը, դրանից ներքև նույնիսկ կարող ես երբեմն ներքև էլ իջնել, եթե դու տեսնում ես, որ քո կոնկուրենտ ամեն դեպքում գնով կռիվը ամենաանարդյունավետ կռիվն է, որովհետև երբեք լավ տեղ չի տանում։
Աշխատանքը հաղորդակցության մասնագետի գալիս է նրանից, որ հասկանանք ի վերջո ինչ արժեքի մասին է կոնկրետ երևույթ եւ քաղաքական գաղափար։ Ու դրա շուրջա որ սկսում է ձևավորվել ամեն ինչ, այսինքն ես ինչի պիտի իմ թանկարժեք ժամանակը օգտագործեմ խոսելու իմ հակառակորդի մասին։ Մանավանդ որ այդ ժամանակն իսկապես քեզ թանկարժեք է։ Բայց մյուս կողմից էլ եթե դուք ձեր մասին դրական ինչ-որ ինֆորմացիա եք տրամադրում, դա այդ սպառումը չունի, ինչ կունենար հակառակորդի մասին բացասական։ Նայած ինչ բովանդակություն։ Եթե էլի գալիս եմ մեր հասարակության ընկալումների որոշումների կայացման 6 աստիճան մեխանիզմին։ Եթե ես գիտեմ, որ իմ պոտենցիալ թիրախային լսարանը տեղեկացված լինելու մակարդակից արդեն անցել է գիտելիքի մակարդակ, երբ որ ինքը այլ ընտրանքներ է սկսում նայել։ Ես իրեն պիտի առաջին этаպում մենք ուղղակի նենց ենք անում, որ մեր պոտենցիալ ընտրողը ճանաչի դեմքով մեր տեխնացուին։ Մեզ, այո։ Մեր թիմին, մեր տեխնացուին։ Երկրորդ этаպով ինչ ենք անում։ Երկրորդ հետաքրքիր է։ Երկրորդ этаպում մենք ասում ենք, որ կան մեր մասին հետևյալ տեղեկատվություն ճանաչեցիր, դե արի մի քիչ ավելի խորը ճանաչ։ Իմացի ով է իմ ընտանիքը։ Ես քանի երեխա ունեմ, որտեղ եմ ավարտել բուհ, այսինքն նաև այն տեղեկատվությունն ենք սկսում ընդգծել, որը որ իմ թիրախային լսարանին հետաքրքիր է։ Յուղական բնակչին բնականաբար հետաքրքիր չի ես քանի բարձրագույն կրթություն ունեմ կամ քանի ճոխ մեքենա, բայց իրեն հետաքրքիր է արդյոք ես կկարողանամ, արդյոք ունեմ համապատասխան փորձառություն կամ արդյոք այնպիսի լավ տղա եմ, որին պատրաստ են մարդիկ ընկալել։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե ես որքան լավ եմ ճանաչում իմ թիրախային լսարանը։ Եթե լավ եմ ճանաչում, կարող եմ իր հետ համապատասխան հաղորդակցությունն անել։ Դրանից հետո ես արդեն գալիս եմ նախընտրությունների этаպին, երբ որ կա պայմանական 6 թեկնածու կամ 6 ապրանք, այսինքն մեխանիզմը լրիվ նույնն է, ապրանքի, քաղաքական գործչի, գաղափարի, թե անհատ բրենդերի պարագայում, բայց հետաքրքիր է։ Լրիվ նույն մեխանիզմը վստահաբար, նույնիսկ գործիքակազմն է նույնը։ Ուղերձներն են տարբեր եւ աշխատանքի ծավալը։ Շոկոլադը տարբերություն չկա։ Այո, էական տարբերություն չկա։ Իսկ վատ մարդու շոկոլադ անել հնարավոր է։ Այո, միանշանակ, բայց դա միշտ կարճ կյանք է ունենում։ Ամեն դեպքում եթե մենք մարքեթինգին ենք նայում, նույնիսկ այդ պարագայում մենք ունենք այսպես ասած feds կոչված ապրանքներ, որոնք ունեն մի հատիկ պիկ ու անկում։ Այսինքն վատ մարդուց կոնֆետ սարքելու պարագայում մենք կունենանք fed տեսակի ապրանք մարդ կամ brand մարդ, որ ուղղակի կունենա պիկ եւ խորը անկում կապրի։ Միասին կարող ենք հիշել անկումը նենց դասավորենք, որ դա լինի ինտրոդուկցիաներից առաջ։ Միանշանակ։ Քանի հոգու կհիշես այդպեսին։ Շատ։ Մեխանիզմը դա է։ PR-ի եւ հատկապես ռազմավարական հաղորդակցությունների առանցքային տարբերությունը խոհանոցային PR-ից կամ ընկերական զրույցների մակարդակի PR-ից այն է, որ դու չես հաշվարկում ուղակի հենց այս պահին ես ինչ եմ ուզում ստանալ ու չես fake անում, չես կեղծում անձին, չես կեղծում արժե համակարգը ու չես խափում։ Ամենակարևորը։ Բայց նա տպավորությունն է, որ մեր քաղաքական դաշտում 90%-ը հակառակն է անում։ Դե դրա համար անընդհատ խոհանոցային հաղորդակցության մասն եմ խոսում։ Եթե մենք նայում ենք քարոզարշավի ֆորմատով, ինչքան ժամանակ է պետք պայմանական ընտրողին անհայտ անձից ստանալ այդ 6 этаպը անցած քաղաքական ուժ։ Շատ սուբյեկտիվ է դա եւ խիստ անհստակ, եթե դու չունես սոցիոլոգիական հետազոտություն։ Եթե դու չես ճանաչում դեռևս քո թիրախային լսարանին։ Ամեն դեպքում նվազագույնը 3-ից 6 ամիս, եթե մենք հիմք ենք ընդունում նաև Google-ի առաջխաղացման մեխանիզմները։ Այսինքն այսօրվա հաղորդակցությունը ուղղակի մամուլի հաղորդակցություն տարածելը չի։ Պիտի իմանաս Google-ը ինչքան ժամանակահատվածում է կարողանում կայքերդ առաջ խաղացնի, ինչ մեխանիզմով են աշխատում սոցիալական ցանցերը, որ սոցիալական ցանցը որ թիրախային լսարանի համար է, օֆլայն կոմունիկացիան ինչպես դնել, ինչպես խոսել, ում հետ խոսել, ում առաջ տանել, որովհետև այ մենք հիմա շատ հետաքրքիր թեմայի մասին ենք արդեն գնում խոսելու, անհատ բրենդերի մասին։ Անհատ բրենդերը ձևավորվում են շատ հստակ ժամանակահատվածում, բայց իրենք մոտավորապես 6 ամսից սկսած նոր մենք կարող ենք ունենալ անհատ տեսանելի բրենդեր։ Այն էլ մեր նման փոքր հասարակություններում, երբ որ մեր սարաֆաններ ռադիո ասածը խոսքից խոսք բերնեբերան փոխանցվող հաղորդակցությունը շատ արդյունավետ մեթոդներից մեկն է դեռևս։ Բայց այստեղ էլի պետք է հասկանալ, որ մենք չենք խոսում միայն մի անհատի մասին։ Մենք խոսում ենք իր ընտանիքի, իր միջավայրի, իր քաղաքական թիմի, քաղաքական գաղափարախոսության մասին։ Եվ սրանցից յուրաքանչյուրը այդ անհատ բրենդի
ատրիբուտներն են։ Բայց ընտրողն էլ մի առանձին խումբ չի, հա, այդ մարդիկ տարբեր են, ասենք, չգիտեմ, Կիրանցի ընտրողը ու Երևանի կենտրոնի ընտրողը շատ տարբեր են, տարբեր պահանջներ ունի։ Այո, դրա համար մենք այդ 6 աստիճանը պիտի վերլուծենք։ Կիրանցի ընտրող ամենայն հավանականությամբ գտնվում է բոլորովին այլ մակարդակում, Երևանի ընտրողը բոլորովին այլ։ Անվտանգային խնդիրներ ունի, չգիտեմ, տարական նաև հաղորդակցության խնդիրներ ունի, ճանապարհի խնդիր ունի, հազար բան ունի, Երևանի ընտրողը այլ բաներ է ուզում։ Այո, ու դրա համար պետք է այնքան լավ ճանաչել քո թիրախային լսարանին, որ կարողանաս այդ թիրախային լսարանի ցանկացածը իրեն փոխանցես։ Մի կարևոր բան էլ կա, այստեղ արդեն հաղորդակցության մասնագետների կարևորությունն է, որքանով են իրենք նաև պրոֆեսիոնալ, գոյություն ունի չգիտակցված կարիքների հասկացությունը։ Մեր հասարակությունում, ինչը շատ հատուկ է այդ իմ ասած հոգեբանական անառողջության этаպում գտնվողների համար, բազմաթիվ չգիտակցված կարիքներ ունեն։ Օրինակ, այն նույն անվտանգության վերաբերյալ, որ մենք խոսում ենք, դա չգիտակցված կարիք է։ Սա նշանակում է, որ մարդիկ դա այն աստիճանի չեն կարևորում այս պահի դրությամբ, քանի դեռ պայմանական իրենց կարևորի պատերազմ սկսի։ Այո։ Այսինքն մենք կարիք ունենք նաև հասկանալու չգիտակցված կարիքները որոնք են, եւ որքանով կարող են չգիտակցված կարիքների վերաբերյալ ասելիքները մարդուն ստիպել գնալ ինչ-որ գործողությունների։ Այսինքն եթե մարդը այս պահի դրությամբ չունի այդ պահանջը անվտանգային, հա, իր տանը այո, գնալ իր մասին, իր մոտ ասել, դու իրան ոնց համոզես, որ անվտանգությունը պիտի լինի առաջնահերթություն այս երկրում, որովհետև հակառակ դեպքում մենք անպաշտպան ենք։ Շատ սպეციფიկ է յուրաքանչյուր խմբի համար։ Շատ սպეციფიկ է։ Այստեղ կարևոր է նաև հասկանալ այն, որ յուրաքանչյուրը առանձին վերցած անհատականություն է, բայց երբ որ այդ անհատականությունները դառնում են խումբ, իրենք դառնում են շատ ընդհանուր եւ միանման վարքագիծ են դրսեւորում։ Դրա համար ենք մենք նաև տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ դիտարկելիս այդ խմբավորումները դիտարկում, ոչ թե անհատի մակարդակը։ Պետք է հասկանալ ով է քո թիրախային լսարան։ Պետք է հասկանալ այդ մարդը ինչու չի կարևորում անվտանգությունը, որովհետեւ իր մոտ անվտանգության զգացողությունը բթացված է, որովհետև դա իր համար ինքան վախենալու թեմա է, որ փսիխիկան փակել է առհասարակ այդ թեման։ Թե ինքը Երևանի կենտրոնում ապրում, մտածում է, որ այստեղ ոչ մի վտանգ չի կարող լինի։ Այսինքն սրանցից տեսեք յուրաքանչյուրը տարբեր ասելիք են ու յուրաքանչյուրի մասով մենք տարբեր անելիք ունենք, որպեսզի կարողանանք ակտիվացնենք։ Հիմա եթե ես լինեի քաղաքական գործիչներին խորհուրդ տվող կոնսուլտանտ, ինչ կասեի ես։ Կասեի անպայմանորեն կարևորեք ձայն հասկացությունը։ Տեսեք ինչքան հեռվից եմ գալիս։ Կարևորեք ձայն հասկացությունը։ Հետո կբերեմ արդեն ըստ այդ 6 աստիճանի, կաճացնեմ կբերեմ, կասեմ քո քվեն այնքան կարևոր է, որ դու այսօր վճռում ես ոչ միայն քո երեխեքի, քո թոռների, այլ նաև քո լինելիության գաղափարը, բայց այդ պիտի գաս, բերես, հասցնես դրան։ Բայց հետաքրքիր է, որ իշխանությունը տենց իմ սուբյեկտիվ կարծիքով հակառակ process-ն է հիմա գեներացնում, հա, ինքը բերում է այդ չեզոքության, որ դե կապ չունի դու ում կընտրես, մեկը տենց ընտրելու բան էլ չկա, ամեն ինչ որոշված է, ինչ էլ լինի, մեկը մենք 26-ին մնալու ենք, իշխանություն ենք պահելու, այդ նարատիվը հանրության շրջանակում կա, հատկապես այս վաղաշաբթի ընտրություններից հետո ոնց որ թե ավելի լսելի դարձավ, եթե դրանից առաջ Գյումրին էր այլ տրամադրություն էր, հիմա վաղաշաբաթն է այլ տրամադրությունն է։ Արդյոք հնարավոր է այդքան լսարան, այդքան հարթակ ունեցող իշխանության նարատիվը ջնջել, բերել նոր նարատիվ, որ ամենքվեն կարևոր է, ամենձայն կարևոր է։ Ես էլի հղում անեմ մեդիա մոնիտորինգի տվյալներին։ Եթե ես տեսնում եմ, որ օրական 300 հրապարակում կա իշխանությունների վերաբերյալ, 300 հոդվածում հիշատակում նվազագույնը, եւ տեսնում եմ, որ այդտեղ 80%-ը հիմնականում ամեն օր տարբեր է իհարկե, մոտավորապես 80%-ը բացասական երանգավորում տոնայնություն ունեցող հրապարակումներ են, ու նայում եմ տեսնում եմ, որ այսօր մեդիան օրակարգ թելադրող է, որովհետեւ 1 միլիոն այցելու օրական լրատվական կայքեր քիչ թիվ չի։ Այստեղ ուզում եմ հարց տալ լրատվամիջոցներին։ Ինչ եք անում, որպեսզի իշխանության կամ պրոիշխանական հարթակների տարածած պատմույթը, նարատիվը դուք կոտրեք։
Ասեմ ինչ ենք անում։ Օրինակ նույն վաղաշաբաթի ընտրություններում նստել ենք հատ տեղամասերով հաշվել ենք ու արդյունքում 770 ձայնի տարբերությամբ իշխանությունը հաղթել, ու այդ թիվը հրապարակել ենք, որ ընդամենը 770 մարդու ձայն է վճռորոշ եղել այդ Ուղղակի ինչքանով է լսելի այս հրապարակումները, երբ որ մի բանա որ դու ասում ես, որ չգիտեմ, իշխանությունը թերացել է ու այդ բացասական այդ ամեն ինչը հրապարակում ես, դա տեսանելի է, որովհետև մարդը ինքը անձամբ հետաքրքրված է, հա, այդ իրան ղեկավարող մարդկանց մասին ինֆորմացիայով։ Այս ինֆորմացիան մի տեսակ ոնց որ անտեսվում է, ոնց որ դաշտում չի մնում։ Որովհետև այս տեղեկատվությունը չի բազմապատկվում։ Մենք, երբ որ խոսում ենք կոմունիկացիոն աղմուկի մասին, ասացի, որ ով որ տիրապետում է աղմուկին, նա էլ որպես կանոն քաղաքական ընտրություններում ունենում է հաջողություն։ Քանի դեռ տեղեկատվական աղմուկը ըստ մեդիա մոնիտորինգի տվյալների ես տեսնում եմ, որ լցնում է իշխանությունը, ձեր տեղեկատվությունը կորչելու է, որովհետև ինքը կարևորության, ալարմիզմի, բացասական ինձ մոտ առաջացող ազդակների, որոնք կապ ունեն իմ չգիտակցված կարիքների հետ, այս ամեն ինչը չի ասոցացվում։ Ու այս իմաստով մեր լրատվամիջոցները իհարկե ամբողջ աշխարհում արդեն այդ տրանսֆորմացիան սկսել է, կարծում եմ, որ մենք էլ աստիճանաբար գնալու ենք դեպի դրան, որ այստեղ լրատվամիջոցը ոչ միայն պետք է լինի լուրը հասարակությանը հասցնող, այլ ուղղակի կոնտենտի գեներացիայի տեղ։ Դուք այո, հիմա անում եք դա, բայց դա մի քիչ պետք է վերաիմաստավորել, որ դուք դառնաք օրակարգ թելադրող։ Բայց շատ դժվար է օրակարգ թելադրել, եթե քեզնից կախված չի այդ քեզ կարդացող մարդու ոչ կյանքը, ոչ ֆինանսական, ոչ անվտանգային, ոչ մի ասպեկտը դու չես կառավարում։ Բայց եթե ճանաչես թիրախային լսարանիդ կարիքներն ու հետաքրքրությունները ու դրան համապատասխան, չեմ ասում, դառնաս TikTok հարթակ, որովհետև ամեն դեպքում հասարակության մեծամասնությունը ավելի պարզ, ավելի հասարակ սպառման ինֆորմացիայի կարիք ունի։ Բայց կարողանաս նաև իրենց կրթես, սովորեցնես, վարքագիծ փոփոխես, այդ ժամանակ կդառնաս օրակարգ թելադրող։ Այսինքն օրինակ, եթե մենք էլի խոսում ենք մարդկանց տեղեկատվությունը տեղ հասցնելու եւ օրակարգ թելադրելու մասին, լրատվամիջոցներն այստեղ ունեն ահռելի անելիք եւ դա տեսանելի է կոնկրետ վիճակագրությամբ։ Հիմա մի հատ էլ հարց։ Ես հասկանում եմ, որ 1 միլիոն այցելություն լրատվամիջոցներին են բաժին ընկնում, իսկ հնարավոր է ինչ-որ կերպ համեմատականներ անցկացնել այդ նույն բլոգերների, այդ նույն TikTok հարթակների, Telegram ալիքների եւ այլնի հետ եւ լրատվամիջոցների։ Ուղղակի իմ տպավորությունն է, որ պայմանական մի հատ ինչ-որ TikTok-ում թռչկոտող աղջիկ ավելի շատ հետևորդ, ավելի շատ դիտում, ավելի շատ այցելություն ունի օրվա ընթացքում, քան մի ամբողջ հեղինակավոր լրատվամիջոց մի ամբողջ օր։ Դա շատ բնական է ու դրանից էլ եւս պետք չի նեղանալ, այսինքն իրականությունն այն է, որ պետք է քաղաքական գործընթացներին բլոգերները մասնակցեն, ոչ թե լրատվամիջոցները։ Դա շատ ընդունված է, ես կարող եմ ասել, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ եւ նախընտրական этаպում ամեն դեպքում տեսանելի է եղել բլոգերների ներգրավվածություն իշխանության կողմից։ Բոլոր կողմերից։ Եվ այս բոլոր կողմերի իմաստով դա շատ ռացիոնալ, նորմալ, adekvat որոշում է, որովհետև այո, եթե քո թիրախային լսարանը գտնվում է TikTok-ում, դու որպես հաղորդակցության մասնակից պարտավոր ես գնալ TikTok։ Դու պիտի գնաս քո լսարանի մոտ։ Իսկ ինչքանով է այդ մարդկանց, ասենք, չգիտեմ, եթե ինքը մի ամբողջ Բայց սրանք լրիվ ասեմ էլի էս, իրական սրանք լրիվ տարբեր հաղորդակցության մեխանիզմներ են։ Այսինքն ես լրատվամիջոցի շնորհիվ, լրատվամիջոցի կապուղիով բոլորովին այլ ասելիք եմ տեղ հասցնում, TikTok-ով բոլորովին այլ, այսինքն այստեղ հարց ուզում հարցնել, էլի, եթե մի ամբողջ տարի այդ բլոգերը, չգիտեմ, կոսմետիկա է գովազդել, հիմա ասի իմ սրտի քաղաքական ուժը էս ինչն է, ինչքանով է արդյունավետ։ Նայած ինչպես կասի, այստեղ էլ էլի մենք գալիս ենք բովանդակության մշակման ռազմավարական մոտեցումներից։ Նույնիսկ ամենահասարակ կոսմետիկա գովազդողը կարող է այնպես գովազդել որևէ քաղաքական ուժի, որ մարդիկ անգիտակցաբար գնան ու ձայն տան կոնկրետ ուժին։ Բայց այստեղ այլ որ վարպետությունը, փորձառությունը ու նաև անցած ճանապարհն է։ Դա շատ վախենալու է լսել, մի հատ ուրիշ հարցեր ունեմ։ Դուք ասիք, որ 80% հրապարակումների իշխանության վերաբերյալ բացասական երանգով են։ Ну, այդ առարկությունը թե բացասական ինֆորմացիան բանալ պահանջված, ես հասկանում եմ,
Բայց նաև կան ուսումնասիրություններ, որ հակառեյտինգ, այսպես ասած, հակավարկանիշը բանի իշխանության հենց այդ 80-ի կարգի է, հա, որ 60-80%-ը փոփոխություն ա ուզում, ունի այդ պահանջը հաջորդ ընտրություններին, հաջորդ քաղաքական ուժերին։ Ինչ որ կերպ հնարավոր է մարդու քաղաքական ուժի վարկանիշը հաշվարկել մեդիա մոնիտորինգի այդ գործիքներով, եթե բացասական նյութերի քանակով կլինի, թե այցելությունների քանակով, թե հրապարակումների քանակով կա ինչ-որ մեխանիզմ։ Ես շատ երկար դա փնտրել եմ ու չեմ գտել։ Ու հիմա մենք հենց այս պահի դրությամբ մեդիա մոնիտորինգի մի բազայի հաշվի առնելով, որ մենք արխիվ ունենք, ամբողջ հայկական մեդիա արխիվ ունենք 2000 թվականից, դա ինձ թույլ է տալիս անել բազմաթիվ էքսպերիմենտներ ու դուրս բերել մեդիա վարկանիշի ինդեքսը կոնկրետ ֆորմուլայով, կոնկրետ լրատվամիջոցներով բացասական, դրական եւ նեյտրալ հրապարակումների քանակով, դրանցից յուրաքանչյուրին որոշակի արժեք տալով, չգիտեմ, կոնկրետ մեդիային հասկանալ իրականում ինչ գործակից եմ սահմանում կոնկրետ մեդիայի համար, որովհետեւ X լրատվամիջոցում հրապարակված նյութը, նույնիսկ եթե ինքը ունեցել է 1000 դիտելիություն եւ Y բոլորովին այլ լրատվամիջոցի հրապարակումը նույնիսկ եթե այնտեղ ունեցել է 100 դիտում, սրանք շատ տարբեր են ռեպուտացիայի հաշվարկման տեսանկյունից։ Հիմա ես աշխատում եմ դրա վրա եւ կարծում եմ, որ արդեն մեդիա մոնիտորինգի մի երկրորդ տարբերակի թողարկմանը զուգահեռ կթողարկենք նաեւ մեդիա վարկանիշի ինդեքսը։ Երբ այդ թողարկումը միջև ընտրություններ կլինի։ Շուտով աշխատում ենք այնպես անել, որ դեկտեմբերի վերջին ունենանք բոլորովին նորացված գործիք, որտեղ կպահպանվի AI sentiment անալիզը, կպահպանվի նյութերի համեմատությունը, որը թույլ է տալիս հասկանալ կոնկրետ մեզ հետաքրքրող բանալի բառերով, որ լրատվամիջոցներն են ավելի շատ անդրադառնում, սա իրական շատ կարևոր է նաև բիզնեսի տեսանկյունից։ Այսինքն պայմանական մայիս ամսին ոչ թե պետք է լինելու, չգիտեմ, հեղինակավոր սոցիոլոգիական հարթակների թվերը ուսումնասիրել այլ մեդիա մոնիտորինգի թվերը, դրան դա կարողանանք որպես հետագա կանխատեսում օգտագործել։ Ես կարծում եմ, որ լավ կլինի համադրել երեք խախտյուրի սկզբունքի հիման վրա, որովհետև նայեք, Հայաստանում ամենահեղինակավորը Brevity թվերն են հարցումների, որոնք շատ խիստ գաղտնի են, ոչ մեկ չի հրապարակում։ Ու ամեն անգամ մենք տենց որպես լրատվամիջոցի ներկայացուցիչներ մեզ կոտորում ենք այդ թվերը ստանանք, եթե կա ինչ-որ հարթակ մեդիա մոնիտորինգի պես, որտեղ կարամ ես ուղղակի մտնեմ ինչ-որ sense չափանիշ։ Չէ կարողանա, մենք առանձին դա կհրապարակենք, բայց ես կարծում եմ, որ մենք կարողանանք դա նաև տրամադրել լրատվամիջոցներին։ Ուզում եմ այստեղ ասեմ էլի, որ մեդիա մոնիտորինգի ԵՄ-ով մենք ահագին բաներ դարձրել ենք հասանելի եւ հանրային։ Հապա։ Օրինակ, մեդիա արխիվը լիարժեք հասանելի է։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, եթե մանավանդ բաժանորդագրվում է, ինքը կարողանում է մինչև 2000 թիվ ու հետո ես կարամ Նիկոլ Փաշինյանի խմբագիր աշխատած ժամանակվա նյութերից մեկը ձեր հարթակում գտնել։ Օրինակ, հիմա տեսեք, սա երբևէ հասանելի չի եղել։ Հիմա սա արդեն հասանելի է։ Հասանելի է ավտոմատացված սենտիմենտ անալիզը։ Ես ուզում եմ ասել, որ ոչ միայն արխիվի տեսանկյունից է գործիքը հետաքրքիր, այլ պայմանական միջին վիճակագրական վարդանը, որ ուզում է լրատվամիջոցներ չնայ, իդեպ սա էլ է շատ տիպիկ հոգեբանական անառողջություն ունեցող հասարակությունների համար, լրատվամիջոցներ չի ուզում նայ։ Կարող է բաժանորդագրվել ամենափոքր փաթեթի պարագայում ինքը ուղղակի օրական կտրվածքով իրեն հետաքրքրող լրատվամիջոցներից կամ բանալի բառերով կստանա ամբողջական տեղեկատվություն ու առասարակ լրատվամիջոցներ գնալու անհրաժեշտություն չի ունենա, որովհետև կստանա ամբողջ տեղեկատվություն։ Այսինքն Վարդանը, չգիտեմ, ինչ որ բանիր է արտադրում, իր բանիրի անունով կարա հրապարակումները հետևի, որ հանկարծ իր մասին վատ բան չգրեն նեգատիվով, մնացած ոչ մի բան չկարդա։ Ու դա անի Telegram-ում, Facebook-ում, YouTube-ում եւ ամբողջական մեդիայում, ներառյալ Սփյուռքում։ Այսինքն այստեղ ուզում եմ ասել, որ այո, ամենայն հարվեգանքով գործընկերներից նկատմամբ Brevity այո, գաղտնի տեղեկատվությունը, բայց մենք հնարավորություն ենք տալիս, որ նաև այս հասանելի լինի, ընկալելի լինի, գոնե մեդիայի մակարդակում մենք ինչպիսի իրավիճակ ունենք, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մեդիան ամեն դեպքում օրակարգ թելադրող է, եւ ամեն դեպքում մեդիան կարող է նաև էական ազդեցություն ունենալ հասարակության վարքագծի փոփոխության մեջ տիրապետելով աղմուկին։ Ես եմ պահնավոր, ես ինձ լավ եմ զգում որպես մեդիա բանի արտակի ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, ինձ թվում է բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեցինք, բայց ենթադրում եմ ընտրություններից առաջ մի հատ էլ է պետք լինելու հանդիպել, մի հատ ավելի մանրակրկիտ խոսենք վարկանիշների ու առհասարակ այդ քարոզարշավի ընթացքի մասին։
Այսօր իմ հյուրն էր Հրաչյա Միրզոյանը, ռազմավարական հաղորդակցությունների փորձագետ։ Ասեմ, որ շատ հետաքրքիր թեմա էր այս ոլորտը ինձ անծանոթ էր ու ինձ թվում է այս մոտակա քարոզարշավի ֆոնին առավել հետաքրքիր է մեր հետ լսանի համար։ Պիտի խնդրեմ, բաժանորդագրվեք, կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք հարցեր գրել, եթե ձեզ հետաքրքիր նման թեմաներով հարցազրույցները, ես խոստանում եմ նոր հաղորդումներ կազմակերպել։ Հաջողություն։